Պարոն Նահապետյան, քաղաքական կոռուպցիայի դրսևորումներից մեկն է, բայց ձեր զեկույցում ես որևէ կերպ չհանդիպեցի որևէ դեպքի, թե գրավոր, թե բանավոր ներկայացրած, որը գնահատվեր որպես քաղաքական կոռուպցիա։ Եթե սխալվում եմ, կխնդրեի ուղղեք, եթե դեպքերը ես նկար ու ես չեմ նկատել, իսկ ինչ է քաղաքական կոռուպցիան, ես դասագրքային ձևակերպումը տամ, դա պաշտոն զբաղեցնող անձանց հիմնականում գաղտնի կերպով անձնական կամ նեղ խմբակային շահերով պայմանավորված այնպիսի քաղաքական որոշումների կայացում է, որոնք ուղղակի կամ անուղղակի կերպով նպաստում կամ ողջամտորեն կարող են նպաստել քաղաքական բնականոն զարգացման խախտմանն ու խոչընդոտմանը։ Հիմա բոլորիս հայտնի է, որ վարչապետը SMS հաղորդագրությամբ պաշտոնից ազատեց ԲԴԽ նախագահին, падգամավորների դիմեց, ներքին գործերի նախարար, քննչական կոմիտեի նախագահ, հակակոռուպցիոն կոմիտեի ղեկավար, որին փոխարինում եք այսօր դուք։ Հիմա այս ամենը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, թե ոչ, այդ SMS-ների հաղորդագրությամբ պաշտոնից ազատվելու հրահանգ տալը քաղաքական կոռուպցիայի դրսևորում է, թե ոչ, եթե այո, վարույթ հարուցվել է, թե ոչ, ինչ ընթացքի մեջ է, եթե ոչ, ինչպես կհիմնավորեք, որ ոչ այդ սահմանումն է այդ սահմանման համատեքստում, եւ եթե ոչ, նաեւ որն է ըստ ձեզ քաղաքական կոռուպցիան, ինչպես կբնութագրեք քաղաքական կոռուպցիան որպես հակակոռուպցիոն կոմիտեի ներկայիս ղեկավար։ Շնորհակալություն, Տիկին Գյուլերյան, նախ նշեմ, որ քաղաքական կոռուպցիա հասկացություն հակակոռուպցիոն կոմիտեի համար չկա։ Կա կոռուպցիոն հանցանքներ, որոնք նախատեսված են քերական օրենսգրքում։ Ձեր կողմից նշված քաղաքական կոռուպցիա տերմինը քերական օրենսգրքի որևէ տեղ մենք չենք հանդիպում։ Բնութագրումը դուք տվեցիք, ես չեմ կարող այդ մասում որևէ բնութագրում տալ։ Նաև նշեմ, որ ձեր կողմից նկարագրված արարքների մասով էլ ես կոռուպցիոն որևէ հոդվածի հատկանիշ ամենայդեպս այս բանին չտեսա, շնորհակալություն։ Խնդրեմ արձագանք։ Այսինքն ԲԴԽ անկախ մարմնի նախագահին SMS-ով պաշտոնից ազատման դիմում գրելու հրահանգ տալը վարչապետի կողմից ըստ ձեզ օրենքի խախտում չի, սահմանադրության խախտում չի եւ դուք այդտեղ որևէ խախտում չեք տեսնում։ Տիկին Գյուլերյան, նորից եմ նշում, դուք խոսում եք քաղաքական կոռուպցիա հասկացության մասին, ես ձեր հարցադրմանը պատասխանում եմ, որ նման տերմին քերական օրենսգրքում չկա, կան կոռուպցիոն հանցանքներ եւ ձեր կողմից որևէ հանցանքի վերաբերյալ տվյալ չներկայացվեցին, շնորհակալություն։